ձեզ, աշխատանքային պայմանագրերը շուտով կկնքվեն էլեկտրոնային եղանակով։ Թղթային տարբերակից էլեկտրոնային տարբերակի անցումը նախատեսված է 2 փուլով՝ կամավոր, որը կներդրվի հուլիսի 1-ից, եւ պարտադիր 2026 թվականի հունվարի 1-ից։ Մանրամասները տեսանյութում։ Աշխատողները պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանան ստորագրել պայմանագրերը։ Ամեն դեպքում նրանք եկամուտների պարտադիր հայտարարման շրջանակներում պետք է ունենան այդ ստորագրությունը, հետևաբար այս հարթակում ստորագրելն իրենց համար հավելյալ բեռ չի ավելացնի։ Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ Փաստաբան Մարատ Ատովմյանը խոսել է համակարգի ներդրման նպատակների մասին։ Մի քանի նպատակով է արվել դա, որպեսզի ուժեղացնել այդ ոլորտի նկատմամբ վերահսկողությունը, կրճատել ստվերային տարբերակները, որովհետև լինում են դեպքեր, երբ որ գործատուն առհասարակ չի գրանցում աշխատակցին հարկային մարմիններում, չի կնքում իր այդ աշխատանքային պայմանագիր կամ միայն գրանցում է հարկային մարմիններում կամ չի կնքում պայմանագիր։ Այս փոփոխությունը նաև գործընթացները ավելի թափանցիկ դարձնելու նպատակ է հետապնդում։ Այդ համակարգին հասանելիություն կունենան 3 պետական մարմին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Պետական եկամուտների կոմիտեն և Ներքին գործերի նախարարության միգրացիա և քաղաքացիության ծառայությունը օտարերկրացիների աշխատանքի հետ կապված։ Մի երկու ռիսկ ամեն դեպքում կարող է լինել։ Առաջինը խնդիրը կանում է նրանում, թե իսկապես այդ համակարգը իրեն կարդարացնի, արդյոք պետությունը կունենա այն ներուժը, որպեսզի այդ ամենը պատշաճ ձևով վերահսկի եւ ապարդյուն չի լինի արդյոք այդ ծախսերը, այդ ներդրումները, այդ ջանքերը։ Մարատ Ատովմյանի դիտարկմամբ երկրորդը տեղեկատվական անվտանգության խնդիրն է, քանի որ մի համակարգում ՀՀ բոլոր աշխատողների անձնական տվյալներն են պահպանվելու՝ անձնագրային տվյալներ, հասցեներ, հեռախոսահամար, աշխատավարձի չափ եւ այլն։ Ես մեծ հույս ունեմ, որ պետությունը տեղեկատվական անվտանգության բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի չլինի այդ տվյալների արտահոսք կամ ինչ-որ այսպես խակերային եղանակով հնարավոր չի լինի ուրեմն տիրանալ այդ տեղեկատվությանը։ Կողմերը իրար հետ արդեն կունենան փաստաթղթավորված եւ ավելի քաղաքակիրթ ձևով էլեկտրոնային հարթակում եւ վաղը մյուս օրը ցանկացած տարաձայնություն, ցանկացած վեճ արդեն կունենա այն փաստաթուղթը հիմքում ընկած, որի վրա կառուցվել այդ հարաբերությունը։ Վահագն Համբարձումյանը նշում է, վերահսկողությունը եւս կհեշտանա, ինչն էլ բխում է եւ աշխատողի եւ գործատուի շահերից։ Խոսելով աշխատողների եւ գործատուների համար հետագա հնարավոր բարդությունների առաջացումից, մեր զրուցակիցը նշեց, որ սկզբնական շրջանում որոշակի տեխնիկական բարդություններ կարող են լինել։ Դա էլ այն գինը պետք է լինի, որ մենք պատրաստ պետք է լինենք վճարենք նոր լավ քաղաքակիրթ համակարգով ավելի հեշտ հետագա նաև մյուս թվարկածխնդիրները լուծելու համար։ Նրա խոսքով իրենք դիտարկումներ եւ առաջարկություններ ներկայացրել են նախագիծը մշակող մարմնին եւ դրանք ամրագրվել են օրենքի նախագծում։ Հարկ է նշել, որ ինչպես ցանկացած նոր ներմուծվող համակարգ, այս համակարգը եւս պահանջելու է ադապտացման շրջան եւ ստեղծված խնդիրները հաղթահարելու կարողություն։ Կարևոր է անհրաժեշտ իրազեկումների անցկացումը, անձնական տվյալների պաշտպանության անխոցելի համակարգ ունենալը։